Ինչպես Թարնյուզն արդեն հայտնել էր, դերասան Բեն Ավետիսյանը և նրա կինը Դիանա Տոնոյանը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Հղիության այս շրջանի, ապագա երեխայի սեռի և զգացողությունների մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք Դիանայի հետ։ Բեն Ավետիսյանի կինը Դիանան Star-News-ին պատմեց ծննդյան օրվա կարևոր դրվագների մասին և իհարկե մեզ հայտնեց ապագա երեխայի սեռը։ Մեր ապագա երեխայի սեռը մենք արդեն գիտենք։ Հատուկ ջենդեր փարթի, ինչպես մեր դստեր համար կազմակերպեցինք, այս անգամ չստացվեց։ Պարզապես ես ու Բենը ցանկանում ենք ինքնատիպ, հետաքրքիր ձևով դրա մասին հայտնել հանրությանը, բայց ժամանակն անցնում է և Բենի աշխատանքային խիստ զբաղվածության պատճառով չենք կարողանում դա իրականացնել։ Ուստի այս կարևոր տեղեկությունը վստահում ենք ձեզ։ Մեր երկրորդ բալիկը տղա է լինելու։ Անկեղծացել էր Դիանան ու պատասխանել մեր հաջորդ հարցին։ Դիանա, իսկ ինչպես եք զգում ձեզ հղիության այս փուլում։ Այս անգամ մի փոքր ավելի դժվարությամբ եմ տանում հղիությունը, բայց ամեն ինչ ընթանում է նորմալ։ Ինչ զգացողություններ ունի Բենը և ինչպես եք պատրաստում ձեր դստերը Բիաննային երկրորդ բալիկի գալստյանը։ Բենի զգացողությունները չեմ կարող նկարագրել։ Բիաննայի հանդեպ անսահման սերը, ջերմությունն ու գուրգուրանքը հավաստում են, որ ինքը հիանալի հայրիկ է։ Այդ դերը նա գերազանց ու անթերի է խաղում։ Իսկ մեր երկրորդ բալիկին սպասում է կրկնապատկված ուրախությամբ ու հուզականությամբ։ Բոլորս անհամբեր ենք, երևի ամենից շատ հենց Բիանան։ Ամեն օր գալիս է, փաթաթվում ինձ, շոյում փորիկս ու ասում. «Արի միասին խաղանք, քեզ եմ սպասում», նշել էր Դիանան։ Բեն Ավետիսյանն այժմ շատ ակտիվ գործունեություն է ծավալում, որքանով է նա հասցնում շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Այո, ճիշտ նկատեցիք։ Բենը վերջին ժամանակներս խիստ ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում։ Դերասան և ռեժիսոր Դավիթ Թադևոսյանի հետ նկարահանում են «Ընդամենը մի կյանք» հեռուստասերիալը։ Դավիթն ու Բենը շատ պրոֆեսիոնալ են մոտենում իրենց աշխատանքին և չափազանց զբաղված են նկարահանումներով։ Այդ է հիմնականում պատճառը, որ Բենը չի հասցնում պատշաճ ժամանակ և ուշադրություն հատկացնել ընտանիքին։ Բիաննան շատ է տխրում ու կարոտում, որովհետև բավականին կապված է հայրիկի հետ։ Բիաննան հայրիկի աղջիկն է։ Ամեն անգամ Բենի դուրս գալուց հետո լաց է լինում։ Անկեղծացել էր Դիանա Տոնոյանը Star-News.am-ի լրագրողի հետ զրույցում, իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև այն հուզիչ հոլովակը, որը հրապարակել էր Դիանան ու ցույց տվել, թե ինչպես է Բեն Ավետիսյանին հայտնում հղիության մասին լուրը։ Ara lurcek asıl. Çiğdeniz akçikat ettiler. Ինչպես արդեն հասցրեցինք նշել, դերասան Բեն Ավետիսյանին այժմ հաճախ կարելի է տեսնել այս կամ այն սերիալում գլխավոր հերոսին մարմնավորելիս, բայց իր հարցազրույցներից մեկում դերասանը պատմել էր, որ իր ընտանիքը ժամանակին ֆինանսական խնդիրներ է ունեցել և ինքը վաղ տարիքից տարբեր աշխատանքներ է կատարել ընտանիքի հոգսը թեթևացնելու համար։ Դերասանը նշել էր, որ Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին անգամ տրանսպորտի գումար չի ունեցել։ Բենը պատմել էր, որ ինքը և բանվորություն է արել, և ձմերուկ վաճառող է աշխատել։ Դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներ տեղափոխվեց նաև դերասան Բեն Ավետիսյանը։ Զույգի դուստրը Բիաննան լույս աշխարհ եկավ հենց ԱՄՆ-ում։ Բենը սկզբնական շրջանում նշում էր, որ իրենք 1 տարի կապրեն Միացյալ Նահանգներում, քանի որ ինքը նկարահանվում է «Առանց քեզ» հեռուստասերիալում, իսկ սերիալի գործողությունները Լոս Անջելեսում են ծավալվում։ Բայց անցել է մոտ 2 տարի, և զույգը կարծես թե չի պատրաստվում վերադառնալ։ Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման շրջանակներում Բենը խոսելով Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին ասել էր, որ հիմնական պատճառն այն է, որ ինքը Հայաստանում տուն չունի և մեկնել է Միացյալ Նահանգներ հենց այդ հարցը լուծելու համար։ Դերասանը նաև խոստովանել էր, որ ժամանակ առ ժամանակ նաև տաքսի է վարում։
Նրա խոսքով Միացյալ Նահանգներում ցանկացած գործով էլ ստիպված ես զբաղվել։ Բենը նաև նշել էր, որ այս շրջանում չի պատրաստվում Հայաստան վերադառնալ, ապա հավելել էր, որ տիեզերքը բոլորինն է եւ օրինաչափ է, որ յուրաքանչյուրն ընտրի, թե որտեղ է ցանկանում ապրել։ Հավելենք նաև, որ դերասանի կինը Ձիաննան ժամանակի հետ արժանացավ հանրության ուշադրությանն ու հիմա ինստագրամյան էջում ունի մեծ թվով հետևորդներ։ Star News-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին զույգի առաջնեկը դարձավ 1 տարեկան։ Ծնողները կազմակերպել էին նաև փոքրիկ Բիանայի Սուրբ Մկրտությունը եւ դրան հաջորդող խնջույքը։ Այդ խնջույքը շատ երկար քննարկվեց։ Դերասանի կինը իրեն հատուկ ճոխությամբ էր կազմակերպել երեկույթը, հատուկ ընտրելով դստեր զգեստը, ձևավորումն ու իհարկե տորթը։ Դե իսկ հենց ինքը Ձիանան առանձնակի գեղեցիկ տեսք ուներ հենց այդ օրը։ Հարկ է նշել նաև, որ զույգը բավականաչափ զուսպ էր գտնվել, պարային ու այլ տեսակի հոլովակներ չհրապարակելով։ Միգուցե այս քայլով նրանք իրենց հարգանքն են ցույց տալիս բոլոր արցախահայերին կամ էլ պարզապես փորձել են խուսափել հետագա քննադատություններից եւ վատ մեկնաբանություններից։ Ինչպես արդեն հասցրել ենք նշել, Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանը շատ ակտիվ գործունեություն են ծավալել իրենց ինստագրամյան հարթակներում։ Ձեզ ենք ներկայացնում նաև այն հոլովակները, որոնք եւ Դիանան եւ Բենը հրապարակել են իրենց ինստագրամյան էջերում։ Արի լույս ձեզ, հլը արտնացեք բոլորդ, բան արեք, հաց կերեք, եկել է դուրը պակ պայեք, արի լույս ձեզ, արտնացել եք, դե բան արեք, ինչ ուզում եք արեք, Կիրակի է։ Ինչ կարող եմ անել, դեք ինչը, մկանային համակարգի հանգստացնող կրեմ։ Մա? It's magic tea! You help me with this puzzle? What do you think it's going to be? You say good job! Put it in, put it in, put it. Ձին ինչ է եղել, խես տխուր։ Սոված եմ, Հա, սոված ես հաց կեր։ ես բուրգեր եմ ուզում, պաստրամի Երևանի ես բուրգերներից եմ ուզում, կպոտվիր ես։ Պաստրամի Երևան։ Աչքերդ փակի։ Հեն, գոհես ձին։ Հավայի մուզածն է։ Ան Ապրես։ Ողջույն սիրելի հետևորդներ, շատերը ինձ հարցնում են, արդյոք կտեսնենք քեզ նոր հեռուստասերիալում, ասեմ շատ լավ նորություն, շատ շուտով, արդեն նկարահանումները սկսել են, նոր հեռուստասերիալ, գլխավոր դեր, հերոսի կերպարն է մարմնավորելու, սերիալի անունն է լինելու է Սրտին հակառակ ընկերներ, շատ հետաքրքիր սերիալ է լինելու, այն շունը ինձ խանգարում է, բայց դա ոչ մի բան չի նշանակում, ամենակարևորը ես ձեզ հայտնեցի շատ լավ նորություն, որ լինելու է հեռուստասերիալ, որտեղ կտեսնեք ինձ։ Նրա հրապարակած հոլովակը եւ մի քանի այլ լուսանկար։ Երեխեք ջան, ամերիկանան տեղերից է, որ հանգիստ կարող ես այսպես դուրս գալ խանութ եւ քեզ ոչ մեկ չի ճանաչում։ Ինչ է կարծում, ինձ ասում այս բաճի։